ամեն դեպքում ես կուզենայի իմանալ ճշտել հատկապես անվտանգության ոլորտի հետ կապված մեր ակնկալիքները որոնք են օրենքը ընդունելուց հետո գործընթացների առումով։ Խնդրեմ, պարոն Զեյնալյան։ Ես ներկայացնում եմ առաջին տեքստը, որը հաստատվել է նախաձեռնող խմբի կողմից, երկենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել։ Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած բարեկեցիկ երկիր, հայտարարում է։ Սա վերախմբագրվել է հետևյալ տեքստի։ Հայաստանի Հանրապետությունը նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը եւ իրավունքի գերակայությունը հայտարարում է։ Այս փոփոխությունը առաջադրվել, վերախմբագրվել է։ Հիմա այնուամենայնիվ անվտանգության ոլորտում մեր ակնկալիքները որոնք են։ Եթե մնացած ես քիչ թե շատ պատկերացնում եմ ԵՄ-ի ֆունկցիաները եւ գործունեության ոլորտները, անվտանգությունը մի քիչ ճիշտ ասած չեմ պատկերացնում։ Պարոն Զեյնալյան։ Խնդրեմ։ Այն ապահովությունը, որը կա Եվրոպական միությունում, մենք ակնկալում ենք Եվրոպական միության անդամակցելու գործընթացի ընթացքում ստանալ, որ տարածվի Հայաստանի Հանրապետության վրա, իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ անդամակցի Եվրոպական միությանը կդառնա այն նույն անվտանգության համակարգի մաս, ինչ կունենա Եվրոպական միությունը։ Դա անվտանգությունը բազմաբաղադրիչ երևույթ է, դա ոչ միայն զինված ուժերն են, պաշտպանությունն է, այլ նաև տնտեսությունը, ժողովրդավարությունը, այլ ինստիտուտներ, որոնք ապահովում են համապարփակ անվտանգությունը։ Մենք ակնկալում ենք դառնալով Եվրոպական միության անդամ կամ ընթանալով այդ ուղղությամբ, ստանալ այդ անվտանգության կամ մտնել այդ հովանու տակ, այդ հովանոցի տակ։ Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ։ Ես արդեն անդրադարձել էի եւ այսօր էլ կանդրադառնամ կատարողական ընթացքում, բայց Եվրամիությունը դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ Մենք մեկնարկել ենք քաղաքական եւ անվտանգության երկխոսություն Եվրամիության հետ, արդեն տեղի են ունեցել երկու նիստ, քննարկում ենք այլ ձևաչափեր այդ երկխոսության հովանու ներքո, որտեղ պաշտպանության եւ անվտանգության հարցերի շուրջ առավել ակտիվ պետք է աշխատանքներ սկսվեն։ Դրանով է պայմանավորված, որ այժմ քննարկվելիք գործընկերության նոր օրակարգում անվտանգություն առաջի անգամ այդ ոլորտը չկար ՍԵՊԱ-ում, հատկացված է մեծ մաս, առանձին գլուխ է այդ վերաբերյալ։ Իհարկե դրա հետ է կապվում նաև Եվրամիության ընդհանուր եւ անվտանգային պաշտպանական քաղաքականության ներքո գործող առաքելությունների գործողությունները եւ այժմ պատրաստ է ստորագրության պայմանագիր, որը կստորագրվի առաջիկայում։ Միաժամանակ իհարկե Եվրամիության դիտորդները նույնպես ներդրում անվտանգության ոլորտում պետք է նույնպես դիտարկվի որպես կարևորագույն գործոն։ Վստահ եմ տեղյակ եք նաև, որ Եվրամիությունում լուրջ քննարկումներ են այժմ ընթանում, առավել ևս ամրապնդել այդ ոլորտը եւ նոր հեռանկարներ կբացի Եվրամիության հետ հենց այս ոլորտում համագործակցության համար։ Արձագանք կա, պարոն Գևորգյան։ Ես այնուամենայնիվ կուզենայի հստակեցում մտցնենք, որ մենք խոսում ենք, երբ որ անվտանգություն ենք ասում, նկատի ունենք Եվրամիությունում ներքին կարգու կանոնի հետ կապված հիմնախնդիրները, թե այնուամենայնիվ Եվրամիության պաշտպանական քաղաքականության հետ կապված հիմնախնդիրները, թե մենք հիմա փորձելու ենք հասկանալ, որ երբ որ ասում ենք անվտանգություն, նկատի ունենք նաև ԵՄ-ում ոստիկանության գործունեության չափորոշիչները եւ ստանդարտները, Եվրամիությունում գործող տարբեր 27 երկրների բանակների զինված ուժերի գործունեությունը, իրանց ռազմաարդյունաբերական համալիրի աշխատանք եւ այլն։ Այնուամենայնիվ մենք ինչ ենք հասկանում, որովհետեւ ես
անվտանգությունը շատ ընդգրկուն բառ է, այսպես ասենք, եթե ոչ եզրույթ, ես կուզենայի հասկանալ մենք Եվրոմիության հետ առավել եւս որ դուք նշեցիք հատկապես հիմա որ իրանք լուրջ քննարկումների մեջ են, որոնք ցույց են տալիս, որ որոշ կոմպոնենտներով իրանք չունեն այնուամենայնիվ անվտանգության ձևավորված միասնական համակարգ։ Կան ազգային ինչ-որ էլեմենտներ, ազգային բանակներ եւ այլն, բայց դրանք էլ կոորդինացնում եւ աշխատում են Եվրոմիությունից դուրս դեռևս, անցած անգամ էլ ես դա նշեցի, ՆԱՏՕ-ի շրջանակներում Եվրոմիության անդամ պետությունները համագործակցում են։ Հիմա այնուամենայնիվ, երբ որ մենք ասում ենք անվտանգություն, մենք որ հատվածն ենք հատկապես կարևորում, պաշտպանական, ռազմական, ներքին գործերի համակարգերի արդյունավետ գործունեությունը, սա բաց է մնում։ Հատկապես նորից ուզում նշել, որ իրենք դեռևս ինքնուրույն դեռ փորձում են հասկանալ իրենց ինչ է սպասելու եւ ինչ են անելու առաջիկա մի քանի տարիների ընթացքում։ Մեզ բոլոր հարցերն են հետաքրքրում, դուք քվեարկեցիք գրեթե բոլոր ասպեկտները եւ պաշտպանության ոլորտում արդեն ունենք շատ կարեւոր կոնկրետ շոշափելի ծրագիր։ Դա եվրոպական խաղաղության գործիքից օգտվելու հնարավորությունն է, մենք երկրորդ հայտն ենք այժմ ներկայացրել այս թվականի համար եւ պաշտպանության նախարարության հետ ընթանում է բավականին ակտիվ աշխատանք։ Ներքին գործերին դուք արդեն նշեցիք մի շարք գործընթացներ, սկսած կիբերանվտանգությունից, մեր ոստիկանական համակարգը եւ այլն։ Այսինքն օրակարգը շատ լայն է։ Եվրամիությունը այժմ քննարկում է ոչ թե ստեղծելու մասին, այլ ուժեղացնելու իրանց համակարգը։ Երկար տարիներ է, որ գործում են Եվրամիության առանձին առաքելությունների մեխանիզմը անկախ ՆԱՏՕ-ից, երբեմն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ է դա եղել։ Այո, ընդհանուր անվտանգային քաղաքականության շրջանակներում եւ այստեղ խոսքը գնում է այդ ոլորտը առավել ամրապնդելու, քան թե նոր համակարգ ստեղծելու։ Պարոն Զեյնալյան, խնդրեմ, թե դիտարկում ունեք։ Չափազանց կարևոր հարցադրում եք անում եւ այն ինչ որ ձևակերպված է նախաբանում, այդ թվում նաեւ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը։ Սա եւս անվտանգային բաղադրիչ է։ Ոստիկանության գործելակերպի չափանիշների համապատասխանեցում եվրոպական ստանդարտներին։ Սա եւս անվտանգային բաղադրատար է, որը շատ կարևոր է եւ կարևորում ենք նաեւ Հայաստանում դա։ Իրավունքի գերակայության ամրապնդումը։ Իր ողջ գործիքակազմով, իր ողջ ներկապնակով միանգամայն իրավացիեք։ Սա եւս նպատակ է, որին պետք է Հայաստանի Հանրապետությունը ձգտի եւ փորձի հասնել։ Միանգամայն իրավացիեք, սրանք եւս մտնում են անվտանգային բաղադրատարի մեջ, բաղադրիչի մեջ։ Իհարկե, պարոն Գևորգյան, խնդրեմ։ Հաշվի առնելով այն ինչ որ նոր խոսեցինք, քննարկեցինք, ես էլ լսեցի, ես կուզենայի այնուամենայնիվ իմանալ, այսինքն այս օրենքի չընդունումը կամ այս օրենքի բացակայությունը որևէ ձևով խոչընդոտ հանդիսանում է այսօր կամ առաջիկա տարիներին այդ ձեր նշված ուղղություններով համագործակցության համար թե ոչ։ Այսինքն